Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Կիրակոսյան, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, ինչ կանել Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ խաղաղություն է եւ այդ խաղաղությանը չպետք է ինչ-որ ռազմատենչ հայտարարություններով վնասել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին խոչընդոտներ է տեսնում Միացյալ Նահանգների հետախուզությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Մի կողմից ունենք պաշտոնական Երևանի դիրքորոշում, որ խաղաղություն է, այ ռևանշիստներ ձեր հայտարարություններով ինչ եք ուզում մեր խաղաղությունից։ Մյուս կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է, որ վտանգված է խաղաղությունը եւ ընդհանրապես էլ նկատի չունի հայաստանյան ներքաղաքական դաշտի հայտարարությունները։ Ըստ էության հակասություն չկա այդ ամենի մեջ, որովհետև այդ հետախուզության այդ գաղտնազերծված զեկույցի այդ հատվածը, որը վերաբերվում է մեր տարածաշրջանում տեղի ունեցած պրոցեսներին եւ ստեղծված իրավիճակին եւ գնահատականին, դա ըստ էության իրավիճակի արձանագրում է հիմնված փաստերի վրա։ Այո, Ադրբեջանի կողմից որդեգրած այդ դիրքորոշումը կապված սահմանադրական process-ի հետ նախ եւ առաջ խոչընդոտում է խաղաղության ուրեմն կառուցմանը եւ երկրորդն էլ խոչընդոտում է սահմանադրական process-ին Հայաստանի ներսում։ Մինչդեռ ակնհայտ է, որ մեզ պետք է նոր սահմանադրություն, առաջինը եւ երկրորդը, այո, մեզ ինչ որտեղ էլ պետք է պետության վերահիմնադրում, բայց եւ մենք կարող ենք ես եւ դուք վիճել տարբեր հարցերի շուրջ, բայց այդ վեճի կամ բանավեճի մասնակից որևէ ձևով չի կարող լինել Ադրբեջանը։ Իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական, այսպես ասենք, սպառնալիքներին, ապա դրանք խմբեր են, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը եւ խաղաղության այս դժվարությունների վրա, որոնք արձանագրված են, պարզապես պարազիտանում են մեկ եւ երկրորդն էլ, այո, Ռուսաստանը այդ խոչընդոտները փորձում է օգտագործել խաղաղությունը վիժեցնելու համար։ Մի նպատակով, որպեսզի այդ վիժեցման ճանապարհով քանդի ձևավորվող ճարտարապետությունը եւ երկրորդն էլ Հայաստանի զրկի սուվերենությունից եւ վերահաստատի իր գերիշխանությունը Հայաստանի վրա, դա անելով նաեւ հետեւյալ ձևով, որ այդ նախկին կրիմինալ դիկտատուրայի եւ նրա հետ աֆիլիացված խմբերին հնարավորություն տալով վերազավթել պետությունը եւ դնել իր ենթակայության տակ։ Սա է ամբողջ տրամաբանությունը, մնացածը, այսպես ասենք, լիրիկական զեղումներ են, այնտեղ ով ինչ է խոստանում, չգիտեմ, աշխատատեղ, ծրի վարչապետ, չգիտեմ, բոլորին հարկերից ազատում, բոլոր նարդի խաղացողներին միայն դուշեշ եւ այլն։ Պարոն Մեհրաբյան, բայց Միացյալ Նահանգներից այդ ամեն ինչը ձեր թվարկած չեն մատնանշում, ասում են Ալիևն է խոչընդոտում, նախագահ Ադրբեջանի շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը հեռացնելով այն։ Հա, ես կարդացել եմ։ Ես դիտողների Դուք երևի ուշադիր չլսեցիք։ Չէ, լսեցի դուք միանգամից անցում կատարեցիք ընդդիմադիրներին, կուզեի ավելի միանգամից չէ։ Միանգամից չէ։ Ես ասացի, որ այնինչ կա այդ զեկույցում, դա իրականությունն է արտացոլում։ Ես այդտեղ ինչու Նիկոլ Փաշինյանն ազնիվ չէ հայաստանցիների հետ, նա ասում է ընդդիմություն դուք եք վնասում, մի կես բերան չի ասում, Ալիևն էլ է վնասում խաղաղությանը։ Ըստ էության
Փաշինյանի այս ելույթը ներքին լսարանին էր ուղղված եւ հասցեատերերին հասցեագրվեցին համապատասխան ուղերձներ դրանից ելնելով։ Դե իսկ ինչի չի ասում, դե պարզ բան կա, այդտեղ պարզ տրամաբանություն կա, վարչապետը քաղաքական վերլուծաբան չի եւ իր կարգավիճակով կաշկանդված է հաշվի առնելով շահագրգռվածությունը նրանում, որ այս խաղաղության գործընթացը ի հեճուկս այդ զեկույցում նշված խոչընդոտների այնուամենայնիվ շարունակի։ Դե դրա համար նա գրած էլ վարչապետն ինչ ասի կամ ինչի ասի, որ ինչ լինի, օգուտ է լինելու դրանից մեր պետությանը, թե ոչ օգուտ։ Ընդհանրապես Մեղմ ասած տարակուսելի է Նիկոլ Փաշինյանին գործողությունները ինչ որ առումով կաշկանդված համարել, որը հայտնի է իր դոմփել շինել բառերով, քաղաքական խոսույթով հանդես գալով, բայց այնուհանդերձ չպետք է նաև Հայաստանը իր հերթին Բաքվին ինչ որ պահանջներ, առաջարկներ ներկայացնի, որ խաղաղությունը նաև այդ ուղղությամբ չվտանգվի։ տեսեք, Հայաստանը պաշտոնական Երևանը բազմիցս ասել է, որ Հայաստանը չի ընդունում Բաքվի այն պնդումները, որ սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Բայց Ալիևի ցանկությամբ անկախության հռչակագիրը հանվում է Հայաստանի սահմանադրությունից։ Դե տեսեք, սա էլ արդեն էլի շահարկման հարց է։ Ալիևի ցանկությունը կարող է լինել, կարող է չլինել։ Բայց բոլոր դեպքերում ես չեմ կարող չհամաձայնել այն պնդմանը, որ խաղաղության ձևավորվող ճարտարապետության մեջ, այո, այդ հռչակագիրը այլ բան քան պատմական իրադարձություն, պատմական փաստաթուղթ չի կարող ունենալ եւ չի կարող ներառվել ուրեմն սահմանադրության մեջ ուղղակի կամ անուղղակի ձև, որովհետև դա ոչ թե եւ ոչ այնքան անկախության, որքան հենց կոնֆլիկտի եւ դրանից բխող կախվածությունների հռչակագիր։ Եվ ես միանգամայն խելամիտ եմ համարում, որ հղում նարվի Հայաստանում տեղի ունեցած 91 թվականի անկախության հանրաքվեի արդյունքների։ Եվ դա շատ ավելի արդար կլինի։ Ի վերջո սա ոչ թե անկախության հռչակագիր է ինքնին, հա, այլ անկախության գործընթացի սկզբի մասին հռչակագիր, եւ այդ գործընթացը տևեց 13 ամիս մոտավորապես։ Եվ ավարտվեց այդ հռչակագրով, եւ կարծում եմ միանգամայն խելամիտ է եւ տրամաբանական, որ սահմանադրության մեջ հղումն արվի հենց հանրաքվեի արդյունքներ։ Շատ լավ, եթե մեր հռչակագիրը կոնֆլիկտածին է եւ մեր օրյա խաղաղությունն ավելի կարեւոր է եւ այդ հիմքով դա իշխանությունը ժողովրդին հանելու առաջարկ է անում, որովհետեւ դա սահմանադրության հանրաքվեի ժամանակ ժողովուրդն է որոշելու։ Ինչու առաջ չքաշել նաև կոնֆլիկտածին չհամարել Ադրբեջանի սահմանադրության ներածության հետևյալ բաժինը, մեջբերեմ Ադրբեջանի ժողովուրդը շարունակելով իր դարավոր պետականության ավանդույթները եւ հիմնվելով 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության փորձի վրա ընդունում է այս սահմանադրությունը։ Մենք գիտենք, որ այդ սահմանադրությամբ Ադրբեջանը տարածքային պահանջներ ուներ Հայաստանի նկատմամբ Սյունիք, Ընդդուպ մինչև Երևան։ Սա կոնֆլիկտածին չէ, Ադրբեջանի գործող սահմանադրության մեջ է։ Դե տեսեք, եթե մենք Ալիևի նման մտածենք եւ այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա այո, բայց եթե մենք ասում ենք, որ մենք նման տրամաբանությունը մերժում ենք, ապա ճիշտ չի լինի, որ մենք էլ նույն տրամաբանությամբ առաջնորդվենք։ Այնտեղ ի վերջո ուղղակի հղում չկա։
Այդ նույն տրամաբանությամբ պետք է Թուրքիան էլ պրետենզիաներ ներկայացնի, որովհետև ըստ այդ ժամանակվա Ադրբեջանի պատկերացման Կարսի մարզի մի զգալի հատված եւս պետք է լիներ Ադրբեջանի հետո։ Այնպես որ ես չեմ համարում դա այսպես ուղակի խոչընդոտ։ Մեկ եւ երկրորդը մանավանդ երբ մենք արդեն նախաստորագրել ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր եւ հենց այդ նախաստորագրած տեքստն էլ առանց որևէ փոփոխության պետք է ստորագրվի, ապա ցանկության դեպքում ունենալ նման կասկածներ, այդ կասկածներն էլ այսպես ասենք զրկվում են որևէ հիմքից։ Եվ հենց այդ նախաստորագրված տեքստի 12-րդ հոդվածում էլ նշված է, որ այս համաձայնագրի կյանքի կոչումը վեր է ամեն ինչից, այդ թվում նաև երկու երկրների ներպետական օրենսդրությունից, այսինքն արդեն իսկ Ալիևի այդ ենթադրյալ մտահոգությունները չեզոքացված են։ Ճիշտ է։ Դե հենց պաշտոնական Երևան չի ոտու ձեռնգ է ուզում դա հանի։ Ներողություն։ Տեսեք, բացատրեցի, որովհետև այդ տեքստը չի համապատասխանում ձևավորվող խաղաղության ճարտարապետության։ Մեկ եւ երկրորդը Ադրբեջանին համապատասխանում է, Հայաստանինը չի համապատասխանում։ Տեսեք, Ադրբեջանի այդ տեքստի մեջ, եթե մենք մոտենանք Ադրբեջանի տրամաբանությամբ, ապա դուք ճիշտ եք։ Բայց չէ որ մենք մերժում ենք այդ տրամաբանությունը։ Կրկնում։ Ուղղակի այստեղ շահող է դուրս գալիս Ադրբեջանը։ Ինչով է շահող դուրս գալիս։ Որ վաղը մյուս օր Ալիևների դինաստիաներից մեկը, որովհետև այնտեղ իշխանափոխություն պատկերացնելը մի քիչ անիրատեսական է, կարող է այդ ներածությանը հղում անի եւ հաշվի չառնի Թրամփ այդ ժամանակ եսին որտեղ եկեք ես ձեզ հիասթափեցնեմ։ Եվ ընդհանրապես, հա, եթե ինչ որ X պետություն Y պետության նկատմամբ ինչ որ դավեր է սկսում նյութել, հա, ապա որևէ ստորագրած փաստաթղթի էլ սեփական սահմանադրության վրա էլ չի նայի։ Տանկերն պետք է քշի, ինչ է։ Այդպես որ ես չեմ կարծում, որ մենք իմաստ ունի այդքան տենց հեռու գնանք այդ եթեներով ու սարքենք այն Կիկոսի մահվան պատմությունը, հա։ Որպեսզի նման բան չլինի, մենք այդ ռիսկերը պետք է հաշվի առնենք, հաշվարկենք եւ թույլ չտանք, որ այն դառնա, այսպես ասենք, հիմք հետագա սրացումների կամ նման գայթակղությունների, լավ ասած։ Պարոն Մերաբյան, սեպտեմբերին Հայաստանում պատերազմ տեղի կունենա, եթե ըստ Նիկոլ Փաշինյանի իշխանության գան ուժեր, որոնք խոչընդոտում են այս պահին խաղաղությանը։ Արդյոք չափազանցված չէ, որովհետև պատերազմում մեղր ու կարակ չեն բաժանում։ Ժողովրդավար լինես, հակաժողովրդավար լինես, բռնապետ լինես, թե դեմոկրատ լինես, պատերազմ չես ցանկանա։ Նիկոլ Փաշինյանի այս ասածը մի քիչ չափազանցված չէ։ Ես չեմ համարում, որ չափազանցված է, որովհետև այնինչ այս մարդիկ ասում են, ընդ որում բացարձակ անպատասխանատու ձևով, այո, դա հենց այդ ճանապարհն է, որ անխուսափելիորեն տանելու է պատերազմ։ Բայց այս մարդիկ եկեք ճիշտ հասկանանք, հա, այս մարդիկ ընդհանրապես ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել մամուլի հետ իմ շփումներում այս մասին խոսելու եւ հիմա ուղղակի ես ոնց որ կրկնում եմ այդ նույն բանը։ Այս մարդիկ ոնց ասեմ, Հայաստանում չի կարող անդիմություն լինել Պուտինը, հասկանում եք։ Այս մարդիկ պարզապես կուրորեն ինչ որտեղ էլ պատանդի կարգավիճակում սպասարկում են Ռուսաստանի կայսերական շահերը Հայաստանում եւ Հայաստանի հաշվին։
Նրանց չի կարելի ապրիորի համարել որպես ընդդիմություն եւ ասպարեզ տալ որպես ընդդիմություն եւ ընդդիմախոսել նրանց բովանդակային առումով։ Նրանց դեմ պետք է կիրառվի օրենք։ Հայաստանում չի կարող լեգալ ձևով վիճարկվել Հայաստանի սուվերենությունը, չի կարող վիճարկվել խաղաղությունը, չի կարող Հայաստանում լեգալ ձևով պայթեցվել խաղաղություն։ Որ ուժերն են, որ եկան թե չէ պատերազմա սկսվելու, պարոն Մերաբյան։ Ես տեսնում եմ այսօր ակնհայտորեն 3 սուբյեկտի, որոնք սպասարկում են Ռուսաստանի շահերը եւ հանդես են գալիս այսօրվա դրությամբ գոյություն ունեցող պայմանավորվածությունները ռևիզիայի ենթարկելու դիրքերից, որոնք անխուսափելիորեն տանելու են պատերազմի։ Դրանք են Ռոբերտ Քոչարյանն իր դաշնակցության հետ, Գագիկ Ծառուկյանն իր խմբավորման հետ եւ Սամվել Կարապետյանը իր այդ խմբավորման հետ։ Պարզապես նրանք երբեք չեն ասել, որ մենք պատերազմով մեր Այո, պատմական նրանք չեն ասում, բայց նրանք ասում են բաներ, որոնք ուղղված են վերանայմանը այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերված Ադրբեջանի հետ եւ բխում են միջազգային իրավունքից եւ բխում են մեր շահերից։ Եվ դրանց վերանայման դիրքերից Հայաստանի հանդես գալ անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի եւ լեգիտիմացնելու է այդ պատերազմը։ Իսկ դա հենց բխում է Ռուսաստանի շահերից։ Մի պարզ բանի համար, որ հետո գալու է փրկել։ Ոչ մի բան։ Եվ հիմա ուղիղ հարց եմ տալիս, իրենք ինչա պետք է թույլատրվի նման գործունեություն, ոչ, չպետք է թույլատրվի։ Շատ պարզ։ ինչպես պետք է չթույլատրվի։ Օրենքով, օրենք պետք է ընդունվի եւ եթե չի բավարարում եւ արկա օրենսդրությամբ, մասնավորապես մարտի 1-ի վերաբերյալ սեպտեմբերի 18-ը հարգելի տիկին գլխավոր դատախազը պետք է գործի դնի եւ մարտի 1 իրականացրած քաղաքական սուբյեկտները այո պետք է ցմահ զրկվեն ի կատարումն այդ դատավճռի զրկվեն քաղաքական գործունեություն վարելու իրավունքից իսկ այդ կուսակցությունները որոնք եղել են այդ ժամանակվա զավթված պետության քաղաքական ֆասադը պետք է լուծարվեն հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը եւ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները եւ Ռոբերտ Քոչարյանը իր հետ իր նշանակած բարձրաստիճան պաշտոնյաները եւ մնացած Ինչ եք ուզում Գագիկ Ծառուկյանից մարդը արդարացվել է, ասին ընտրակաշառք է բաժանել, ձևերը գիտենք, ոնց է արել, դա պետք է վիճարկվի, դա պետք է ուրեմն վերաքննության ուղարկվի։ Գլխավոր դատախազը հենց դրա համար է։ Հա? Եվ ընդհանրապես մեր դատական ռեֆորմի այդ փառապանծ արդյունքների մասին է այս ամենը։ Եվ այդ ռեֆորմի վրա աշխատող փնթի իրավաբանների կերպարանքն է այս ամենը։ Այն որ իրենք իրենց կոչում էին կոնսերվատիվ իրավաբան, որ դեմ էին վուլգար վեթինգին, հա? Այս իրանց արածն է, սա իրանց շնորհքն է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, այս մարդկանց մտավոր ունակություններն է այդ աստիճանի,
պրոֆեսիոնալիզմն է այդ աստիճանի, թե ուղղակի սա դիվերսիա է պետության դեմ։ Այ հենց այսպիսի դատավճիռներ ստանալու նպատակով, ես չգիտեմ։ Պարոն Մեհրաբյան, պարզապես այս իշխանությունը հեռանալու է, որովհետև Քոչարյանը չի հանգստանալու, միջև չհեռացնի, ինչ է կարծում, ինչպես իրեններ ասում են, կհաջողի այս գործընթացը, թե ոչ։ Քոչարյանը, այո, չի հանգստանալու, Քոչարյանին պետք է հանգստացնել։ Հանգստացնելն էլ համապատասխան վայրերում, ճաղավանդակներով։ Եվ նա պետք է ցուցմունքներ տա դեռ իր արածի համար, այլ ոչ թե ճառերով ելույթ ունենա։ Մի բան էլ մեզ սպառնա, թե չի հանգստանալու։ Շատ խելոք կհանգստանա։ Ուղղակի անհրաժեշտ պայմաններ են պետք եւ անհրաժեշտ քաղաքական կամք եւ իրավաբանական հմտություններ։ Մենք էլ չենք հանգստանա, քանի Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ։ Ինչ է կանելու։ Օրենքով չարգելված ամեն ինչ։ Դե հա, օրինակ իր օգտին չեք քվեարկի հետո։ Դե, ասում եմ, օրենքով չարգելված ամեն ինչ։ Բավարարվեք այսքան։ Պարոն Մեհրաբյան, պարզապես նա ասում է իմ ժամանակ աշխատավարձերը բարձրացավ, արտագաղթը կանգնեց, թոշակները բարձրացավ, էներգետիկ ճգնաժամը վերացավ։ Դուք չեք ուզում այդպիսի լավ փորձ ունեցող ղեկավար տեսնել Հայաստանում։ Դե իր փորձը ի՞նչն է, իր փորձը իր ախրաննիկների կողմից զուգարանում մարդ սպանելն է, Արմեն Ավետիսյանով բիզնեսը քամելն է, Աղվան Հովսեփյան կլյուչնիկով մարդկանց ճակատագրերը խեղելն է, ինչ փորձի մասին է խոսում։ Ինչ փորձ։ Ինչ փորձ։ Եթե ինքը մտածում է, որ կարող է երիտասարդներին խաբել, որովհետև իր կառավարման ժամանակ դեռ ծնված չեն եղել կամ եղել են անչափահաս եւ չեն հիշքը սխալվում, կհիշեցնենք ես։ Նա ուղղակի սուտ է ասում։ Նրա օրոք էր, որ այդ 2008 թվականին իր փչած փուչիկը պայթեց եւ Հայաստանի տնտեսության այդ ՀՆԱ-ն անկում ապրեց 14%-ով։ Իսկ մինչև այդ իր շարլատան արտգործնախարարը հայտարարում էր Հայաստանը որպես Կովկասյան վագր։ Հետո դա տարակեց։ Այդել իր հմուտ կառավարում եւ այլն։ Պարոն Մեհրաբյան, պարզապես մենք հիմա տեսնում ենք, որ այս իշխանությունը կոնտակտի մեջ է մտնում հենց այդ ընդդիմության հետ։ Իսկ Դա դրա համար էլ այն ոնց որ ասում է ժողովուրդը մեկներս երկուս չի լինում, որտեվ կոնտակտի հետ մեջ պետք է մտներ ոչ թե իշխանությունը, այլ քննչական մարմինները, հատուկ ծառայությունները, դատավորները, դատախազները։ Իշխանությունը տեղ իրենց հետ խոսելիք չունի։ Այլ ոչ թե չանածեցի տարիներով թամաշաներ սարքի։ Եվ հիմա էլ ասի նրանք պատերազմ են բերում։ Հասկացանք, հետո ես ինչ անեմ այդ արձանագրման հետ։ Բերում են եւ ես ինչ անեմ։ Ասեք անեմ, եթե անելիք ունեմ, ասեք անեմ։ Հայաստանի զինանշանով կնիքը իմ ձեռքում չի, այլ համաձայն մանդատի ձեր ձեռքում է։ Դրեք աշխատացրեք։ Այդ չաքուջի վրա որ բանտիկ կապել դրել եք սեղանին, այդ չաքուջը վերցրեք եւ օրենքի տառին եւ ոգուն համաձայն իջեցրեք բոլոր ապօրինի գործողություններ արածների գլխին, բառիս պատկերավոր իմաստով։ Ձեր մոտ միայն բանտիկով դրած է գրասեղանում։ Այդ էլ ցույց եք տալի, որ ես ինչ անեմ, ասեք։
Պարզապես հիմա ձեզ լսողը ասելու է ինչու ընտրեմ այս կուսակցությանը։ Նա Նիկոլ Փաշինյանին առանցքային խնդիրների շուրջ չի քննադատում, քննադատում է միայն նախկիններին լավ չես դատում խոսույթի շրջանակներում։ Դրա համար հիմա շատ ուժեր ընկալվում են, այսպես պրոիշխանական, պարոն Մերավյան, դուք չեք կարծում, որ սա ձեզ խանգարելու է ընտրություններին։ Լսեք, մենք ասում ենք այն, ինչ մտածում ենք։ Ինչը կօգնի, չի օգնի, ինչ կլինի, ինչ չի լինի, հա, բայց գոյություն ունի պարզ տրամաբանություն, որի դեմ մենք գնալ չենք կարող։ Մենք ասում ենք այն, ինչ ասում ենք։ Հասկանու՞մ եք։ Իսկ կողքից էլ հա ինչ ասեք կարող են ասել, հետո ինչ։ Եվ արդեն Նիկոլ Փաշինյանն ընտրել է ում է ուզում, եթե իհարկե իշխանություն ձևավորի, ընտրել է ում է ուզում ընդդիմություն ըստ էության մարդկանց, որոնց կասի թալանչի եք, օտարերկրյա էմիսարներ եք, 5-րդ շարասյուն եք, հիբրիդային պատերազմ հրահարող եք, այսինքն երբ որ բանավեճը այս կոնտեքստով է գնալու քարոզ արշավում, արդեն ընտրողի մոտ գիտակցություն է ձևավորելու կամ այս կողմը կամ այն կողմը։ Դուք ինչպես եք, էլի ձեզ է հարցս ուղղված ձեր ուժի առումով, հա, ինչպես եք կարողանալու այդ, այսպես ասած, այդ արանքը ճղել եւ կարողանալ խորհրդարանում հայտնվել։ Մենք ասել ենք, ասում ենք եւ ասելու ենք հետեւյալը, որ այն օրակարգը, որը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը եւ այն պայմանավորվածությունները, որոնցից որոշները առաջիկա 100-ամյակի պայմանավորվածություններ են եւ որի շահառուներն են Հայաստանի բոլոր քաղաքացիները, այդ օրակարգի ծանրությունը ենթադրում է, որ դրա իրականացումը չի կարող կախված լինել մեկ քաղաքական ուժից, մեկ առաջնորդից կամ մեկ ընտրական ցիկլից, հա։ Եվ դրա համար անհրաժեշտ է թե հանրային կոնսենսուս, թե նաև բարենպաստ քաղաքական միջավայր, որը չի վտանգի այս օրակարգը։ Եվ մենք մեզ տեսնում ենք որպես այդ միջավայրի կարևոր բաղկացուցիչ։ Եվ մենք պատրաստ ենք մեր մասը պատասխանատվության ստանձնել այս ամենի համար, անկախ նրանից ով ինչ է պատկերացնում կամ ով ինչ է ուզում կամ չի ուզում։ Վարչապետը, թե այլոք, անկախ նրանից, թե ում կոմֆորտի զոնան է խախտվում կամ չի խախտվում։ Մենք տարբեր առիթներով սրա մասին խոսել ենք, թե խոսում ենք, թե խոսելու ենք, իհարկե։ Եվ ձեր ձևաչափը ինչ է, պարոն Մերավյան, կարողացաք ինչ որ անձանց համախմբել ձեր շուրջ, արդեն Պրոցեսը դեռ, այո, բայց պրոցեսը դեռ ընթացքի մեջ է, այնպես որ երբ կավարտենք դրա մասին անպայման կներկայացնենք հանրությանը, կզեկուցենք եւ կշարժվենք առաջ։ Եվ ենթադրում եմ այն անձանց հետ է լինելու համախմբումը, որոնց հետ ձեր կուսակցության եթերում, կուսակցության էջերի եթերում ինչ որ քննարկումներ եք այժմ ծավալում։ Դե իրավունք ունեք ենթադրելու, այսպես ասենք, բան չունեմ ավելացնելու նրան, ինչ ասացի մինչ այդ։ Եվ հնարավոր է նաև վերջում օրինակ հասկանաք, որ խորհրդարան չեք անցնելու եւ չմասնակցեք ընտրություններին։ Նման սցենար դիտարկում եք։ Այս պահին մենք նման սցենար մենք դիտարկում ենք միայն մասնակցելու մեր մասնակցելու տրամաբանության մեջ մեր մասնակցության, այսպես ասենք, շրջանակը մենք հիմա դրա վրա ենք աշխատում հետագա քայլերի մասին էլ մենք կտեղեկացնենք։
Եվ արդեն որոշված է վարչապետի թեկնածունով է լինելու։ Տեսեք, առաջին համարը այս ֆորմալ առումով մենք որոշում չունենք, մենք ասել ենք հետևյալը, որ մենք ուղղակի մեր հնարավորությունները շատ սթափ ենք գնահատում, մենք նաև Հայաստանի Հանրության այսպես ասենք սոցիալական պատվերը եւս մեզ համար շատ կարևոր է եւ մենք ընտրությանը մասնակցում ենք հենց ընդդիմափոխության կարգախոսով եւ առաքելությամբ, որովհետեւ մենք ուղղակի ինչպես ես ասացի, համարում ենք, որ պետությունը սուվերեն է այն դեպքում, երբ սուվերենը թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ Իսկ քանի Հայաստանում ընդդիմություն է Պուտինը տարբեր կերպարանքներով, իշխանությունն էլ եւ ոչ մեկ էլ իրավունք չունի խոսելու սուվերենության մասին։ Բռնազավթված է հիմա Հայաստանը։ Ինչպես Բռնազավթված է հիմա Հայաստանը։ ընդդիմադիր դաշտը, այո, այսօր գտնվում է մարդկանց զբաղեցված է մարդկանց կողմից, ովքեր դրա իրավունք չունեն։ Իշխանական դաշտում էլ Վլադիմիր Պուտինի հետ հաց կիսող լավ ընկերներն են։ Դե էլի ասում եմ ժողովրդական խոսքով, դրա համար էլ մեկներս երկուս չի լինում, էլի որ հաց են ուտում նրանց հետ, ում հետ ընդհանրապես հաց ուտել չի կարելի։ Դեպ ուզում եմ հիշեցնել հայոց պատմությունից, որ Պապ Թագավորին հենց հաց ուտելու ժամանակ սպանեցին, էլի։ Փաշինյանին էլ է սպառնում այդ վտանգը։ Բոլորիս է սպառնում այդ վտանգը, քանի մենք այդ վտանգը ճիշտ ձևով չենք ախտորոշել եւ համարժեք այդ վտանգին համարժեք քայլեր չենք ձեռնարկում։ Այո, այդ վտանգը դեռ Հայաստանի վրա չի անցել։ Եվ քանի այո Ռուսաստանն ունի աննորմալ մեծ եւ ասիմետրիկ մեծ ներկայություն Հայաստանում, այո դա սպառնալիք է ամենօրյա ռեժիմով։ Եվ վերջում պարոն Մերաբյան, ակնկալիք կա, որ այս արևմտամետ դիրքորոշում ունեցող բոլոր ուժերը պետք է միավորվեն, որ կարողանան հաղթահարել։ Այս սցենարը, այս հարցը փակված է ընդհանրապես, թե դրա համար էլ դեռ կան քննարկումներ։ Դե քննարկումներ իհարկե կան, բայց ի վերջո մենք պետք է հասկանանք, որ սա երկկողմանի երթևեկության փողոց է եւ մենք կարող ենք ապահովել երթևեկության միայն մեր մասը։ Եվ նույնիսկ չի որ մենք ցած վերցնել, որ ուզում ենք միավորենք, տենց կվերցնենք ու կմիավորենք։ Ի վերջո, այո, մենք հարգանքով ենք մոտենում որոշմանը այն քաղաքական ուժերի, ովքեր համարում են, որ իրենք պետք է միայնակ մասնակցեն։ Միայնակ։ Մենք էլ փորձում ենք այնուամենայնիվ միասնություն ապահովել այնպիսի անձանց հետ կամ ուժերի հետ, ովքեր այդպես չեն մտածում։ Մեկ եւ երկրորդը, այստեղ շատ կարեւոր է, որ սկզբունքային հարցերով մենք լինենք համախոհ։ Մենք ասացինք, որ հարցերով ենք մենք, որ ընդհանրապես մենք ոչ իրար մեջ ունենք բանավեճ, ոչ էլ իշխանության հետ։ Կարող եմ թվարկել դրանք որոնք են։ Դա այսինքն բանավեճ այն իմաստով դա պետք է լինի, թե պետք է չլինի, հասկանում եք։ Դա իհարկե Հայաստանի եվրոինտեգրումն է, այսպես նշանառությամբ դեպի լիիրավ անդամակցություն։ Դա Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունն է եւ այս առաջիկա 100-ամյակի պայմանավորվածությունները, ընդ որում եւս նշանառությամբ լիարժեք դաշինքի խաղաղությունն է Ադրբեջանի հետ, դա երրորդը, չորրորդը Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ մեր այլ հարևանների հետ փոխկապակցվածության ձևավորումը կամ
այն ինչ կա դրա խորացումը, այսինքն այդ խաղաղության խաչմերուկի ձևավորումը, դա Այսինքն Նիկոլ 4, Փաշինյանը ինչ 5-րդը, անում է, օքեյ է, քեզը, բացի որ 5-րդը, Քոչարյանին լավ չի դատում։ Էդ է ձեր միակ 5-րդը։ քննադատությունը։ Դե գիտեք ինչ, եթե գռեհիկացնենք ամեն ինչը, դուք կարող եք լինել ճիշտ, բայց դա այդպես չի, չէ՞, պարոն Կիրակոսյան։ Քոչարյանին դատելու մասին չի խոսքը։ Մենք բանավեճ ունենք իշխանության հետ այս ամեն ինչի որակի, այս թվարկածս հարցերի, այդ թվում նաև ժողովրդավարության եւ օրենքի գերակայության։ Այո, այդ ամեն ինչի որակի, ռեֆորմների, այդ ամեն ինչի խորության եւ տեմպերի մասին։ Այս ճողված վիճակը շպագատի դիրքում, երբ այդ հենման կետերն էլ իրարից հեռանում են, մենք համարում ենք վտանգավոր։ Եվ այո, այդտեղ մենք ունենք բանավեճ իշխանության հետ։ Մեր համար անընդունելի է, երբ գնում են Մոսկվա, պաշտոնական Երևանի ներկայացուցիչները եւ ասում են, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունենք։ Մի ասեք այդ բաները, որովհետեւ դուք սխալ ազդակ եք ուղարկում։ Դրա համար ասենք Ռուսաստանի արտգործնախարարության հակասանիտարական խոսնակը այսօր լպիրշ ձևով հռհռում էր Հայաստանի վարչապետի եւ Հայաստանի քաղաքականության վրա։ Կներեք, ինձ սա ձեռ չի տալիս։ Հասկանում եք։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, հարցազրույցի Համեցեք։ համար։